ով է կինը իրականում։ Կին բոլոր ժամանակներում եւ ամենից շատ քննադատված, շատ կրոնների եւ մշակույթների մեջ ստորադասված, միլիոնավոր ընտանիքների մեջ բռնության ենթարկված, շատ հարթակներում եւ ոլորտներում չընդունված։ Եվ ի վերջո, ով է կինը իրականում։ Կնոջ ծագումնաբանությունը սկսված է Աստվածաշնչում, ինչպես տղամարդը, այնպես էլ կինը Աստծո ստեղծագործության գլուխգործոցն է։ Աստված տղամարդուն եւ կնոջը դերաբաշխեց, այլ ոչ թե նրանց միջև ցածրի եւ բարձրի, մեծի եւ փոքրի խնդիր դրեց։ Ուզում եմ հիշեցնել, որ Աստված զորավոր կերպով գործել է կանանց մեջ եւ կանանց միջոցով։ Մի ամբողջ ազգի փրկության պատճառ դարձավ կինը, Եսթերը, հավատարմության խորհրդանիշ է Հռութը, աղոթքի մեջ ճեղքող եւ չհանձնվող օրինակ է Սամվելի մայր Աննան, կատարյալ հնազանդության օրինակ է Հիսուսի մայր Մայրամը։ Եվ այս շարքը կարելի է շարունակել։ Այստեղ ուզում եմ կանգ առնել եւ խոսքս ուղղել քեզ։ Սիրելի կին, իմացիր, որ Աստված ծրագիր ունի քո կյանքում։ Դու կարող ես լինել հաղթող եւ արթնություն բերող, եւ ի վերջո լինել այն, ինչ Տերը խոսել է քեզ համար։ Երբեք քեզ մի թերագնահատիր, երբեք քեզ անարժեք մի տես, որովհետեւ դու ոսկոր ես ոսկրից եւ մարմին ես մարմնից Ադամի, եւ քեզ կոչում են Եվա, այսինքն կյանք։